Բարև ձեզ բարեկամներ, ողջունում եմ մեր բոլոր ընկերներին։ Գիտեք, աշխատանքային նոր շաբաթն է սկսվում։ Նոր շաբաթ, որը նաև իհարկե նոր հանդիպումների, նոր անակնկալների ու բացահայտումների շաբաթ է լինելու։ Եվ բնական է, որ մենք էլ աշխատում ենք հատկապես այդ կապակցությամբ տաղավար հրավիրել մարդկանց, ովքեր իսկապես ասելիք ունեն, ովքեր մեզ կողքին են ապրում եւ շատ բան ի տարբերություն մեզանից շատերի կարողանում են նկատել եւ օգտակար լինել այս երկրին, այս ժողովրդին։ Այսօրվա մեր հյուրը առաջին անգամն է Փակ TV տաղավարում։ Իրավագիտության դոկտոր Գենոկ Ազարյանն է մեր հյուրը։ Բարև ձեզ, պարոն Ազարյան։ Բարև ձեզ, պարոն Ղոշյան։ Ես շատ ուրախ եմ, որ դուք իսկապես մեր տաղավարում եք եւ ինֆորմացիայի կարգով ասեմ, որ մեր այսօրվա հյուրը ավարտել է Երևանի պետական համալսարանը, այնուհետև ուսումը շարունակել եվրոպական մի շարք բուհերում բարձրակարգ, որտեղ էլ պաշտպանել է տեխնացուական, դոկտորական, մի խոսքով շատ հետաքրքիր ճանապարհ է անցել եւ ամենևին էլ պատահական չէ, որ նա հենց ազգային ընտրանի կոչված այս հրաշալի միջոցառման նախաձեռնողն ու կազմակերպիչն է։ Գիտեք, շատ հետաքրքիր անձնավորությունների եմ հանդիպել, բայց երբ հաղորդումից առաջ ձեր կենսագրականին ծանոթացա, ձեր նախաձեռնություններին, ներքուստ ուրախացա, որ ձեզ նման հայեր դեռ կան մեր կողքին, իսկ դա նշանակում է, որ կյանքը շարունակվում է։ Այն միջոցառումը, որը դուք անցկացրիք դեռ առաջին անգամ, իսկ դա արդեն 5-րդ տարին է անցկացվում ազգային ընտրերին, հա, եթե չեմ սխալվում, դա նոր երևույթ է մեր, ինչպես ասում են, հանրային կյանքում։ Եվ մինչ դուք կպատասխանեք իմ հարցերին, նախ որպեսզի մեր ունկնդիրն էլ ավելի այսպես տեղեկացված լինի, թե ինչի մասին է խոսքը, առաջարկում եմ ազգային ընտրանու մասին պատմող ֆիլմից մի հատված դիտել, որից հետո շատ հարցեր ունենան իրենց եւ հստակ պատասխանները եւ մարդիկ կհասկանան, թե ինչ անձնավորության հետ ենք մենք այսօր զրուցելու։ Խնդրեմ տեսանյութը։ Այս սեղանին կարելի ասել հայոց պատմությունն է, ամբողջ հայկական լեռնաշխարհը, հայկական բնավորությունը, հոգեբանությունը։ Թող սխալ տպավորություն չստեղծվի, թե հերթական ֆիլմն է հայոց պատմության մասին, կամ մենք ֆիլմ ենք պատրաստում նրա մասին, թե ինչ հին ենք եւ ինչքան առավել ենք մյուսների նկատմամբ քավլիցի։ Այս ֆիլմը ապագայի մասին է։ Այո, ճիշտ լսեցիր։ Ապագայի։ Նայելու ենք անցյալին, բայց փորձելու ենք տեսնել ապագան։ Բրիտանացի հայտի պատմաբան Արնոլդ Թոյենբին, պատմության հետազոտություն 12 հատորներից բաղկացած կոթողային աշխատության հեղինակը, 20-րդ դարի սկզբում հայկական քաղաքակրթությունը համարում էր քարացած, ուրույն, հնագույն, բայց քարացած։ Այսինքն հայերն ամենայն հավանականությամբ այլևս իզորու չեն պետություն ձևավորելու եւ հետեւաբար քաղաքակրթությունը զարգացնելու։ Բայց հետաքրքիր է ինչ կասեր նա, եթե այսօր ողջ լիներ։ Ամենևին նպատակ չունեմ Թոյենբիին քննադատելու, մանավանդ մոռանալ նրա ավանդը հայոց ցեղասպանությունը դատապարտելու մեջ, սակայն նա մեզ թերևս լավ չէր ճանաչում։ Իզուր չէ, որ մեռնող ու հառնող Աստծո գաղափարը այդպես արագ ընդունեց մեր ազգը։ Դա հատուկ է մեզ՝ մեռնել ու հառնել։ Փյունիկի նման մոխրից հառնելու հատկությունը շատ քիչ ազգերի է հատուկ։ Կորցնել պետականությունը, հետո մի քանի 100 տարի հետո վերականգնել, կռվել, հաղթել, պարտվել, նորից կռվել եւ անպայման հաղթել ու վերականգնել պետականությունը։ Եվ ամենակարևորը՝ պահել այդ պետությունը։
Իսկ ավելի հեշտ է, մեկին համարես քեզ դաշնակից, երկիրը ծիրով հանձնես նրան ու համարես, որ ամեն ինչ ապահով է։ Դե դաշնակից դել ինչ, մի օր երկիրդ կհանի առևտրի, թե բողոքես էլ կմրթմրթա վրատ։ Ծանոթ պատմություն է, չէ՞։ Իմ խոսքը Բյուզանդիայի մասին էր, իսկ դու ինչ մտածեցիր։ Պատմությունը կրկնվելու հատկություն ունի։ Այնինչ կատարվեց 11-րդ դարում, սպառնում է կրկնվել նաև 21-րդ դարում։ Եթե իհարկե անհրաժեշտ միջոցներ չձեռնարկվեն։ Իսկ որոնք են այդ միջոցները։ Ասեմ, իմ կարծիքով, նախ, առաջին, ոչ մի երկիր իմ պետության ավագ եղբայրը, ավագ դաշնակիցը, ավագ հարևանը չի։ Ոչ մի թշնամի անպարտելի չի, բոլորն էլ վախենում են պատերազմից։ Եվ երրորդ, իմ երկրի, իմ ազգի շահը գերակա է ամեն ինչից։ Այն ցեստերը երևում քո ով լինելը, կամ կխղճան կանցնեն վրայովդ, կամ կհարգեն ու հաշվի կնստեն քո կարծիքի հետ։ Իսկ հիմա ինձ հիշեցրեք մի ազգ, որ ունի 6000 տարվա պատմություն, իր լեզուն, կրոնը, պետականությունը ու երկիր մոլորակի վրա նրա թիվը գերազանցում է 10 միլիոնը։ Եվ դեռ մենք մեզ անվանում ենք փոքր ազգ։ Ու հավատացեք, մենք շատ ավելի լավն ենք, քան ինքներս մեր մասին մտածում ենք։ Այո, ինքնահարգանք, առանձնացնել եւ արժեվորել այն լավագույնը, ինչը ունենք մեր մեջ։ Ապագա սերունդներին փոխանցելու համար, ճանաչենք եւ գնահատենք մեր արժեքները եւ դրանք ստեղծող արարողներին, որոնց եւ նվիրված է մեր այսօրվա միջոցառումը։ Սիրելի բարեկամներ, մենք շարունակում ենք ծրագիրը եւ հիշեցնեմ, որ իրավագիտության դոկտոր Ենոք Ազարյանն է այսօր Փակ TV-ի տաղավարում։ Պարոն Ազարյան, դիտեցինք հատված ազգային ընտրանիքի մասին, այդ հրաշալի միջոցառման մասին պատմող ֆիլմից, մի փոքրիկ հատված, եւ երևի հեռուստատողներն էլ հասկացան, որ իսկապես շատ հրաշալի նախաձեռնություն եք իհարկե դուք անցկացնում 5-րդ անգամ այն էլ այս դժվարին տարիներին անցկացնել նման միջոցառում եւ այն էլ առանց ինչ որ հովանավորի նույնիսկ պետության մասնակցությունը ստանալու օգնությունը դա կներեք դուք մեկ անգամ եւս գալիս եք ապացուցելու որ այսօր էլ մեծ աղքով կարող է գարուն գալ Ինչպես դաժողվեց ձեզ դա անել եւ ընդհանրապես ինչպես առաջացավ գաղափարը ստեղծել այս հրաշալի նախաձեռնությունը, որտեղ մեծարվելու են մշակույթի, սպորտի, գիտության, կրթության մեր արժանի ներկայացուցիչները։ Շնորհակալ եմ հրավերի համար, պարոն Ղուշյան։ 5-րդ տարին է եւ ասեմ, որ հիմնականում մրցանակակիրներ են մարդիկ են, ովքեր մեր երկրի եւ իրենց կյանքի ընթացքում լուրջ ներդրում ունեն յուրաքանչյուրը իր ոլորտում։ Օրինակ Յուրի Հովանեսյանը Մենդելեևի Աղոսյակում 118-րդ տարը իր անունով, որով փաստում է մեկ անգամ եւս, որ հայ ազգը ոչ միայն տեղ ունի քարտեզի վրա, այլ նաեւ տեզերական կառուցվածքում, քանի որ դա ամբողջական չէր լինի, եթե Մենդելեևի Աղոսյակում չլիներ 118-րդ տարը, որը մեր հայրենակցի անունով է։ Եվ սա գիտության ոլորտում մայստրո Չեքեջյանը, մեր մեծ Փելեշյանը, յուրաքանչյուր իր ոլորտում, օլիմպիական մեր չեմպիոնները, ոսկի մեդալակիրները եւ շուրջ 70 եւ ավելի հայրենիներ, ովքեր լուրջ ներդրում ունեն մեր պետության զարգացման, աշխարհին նաև ցույց տալու թե ով է իրականում հայը,
որովհետև տեսեք մենք հիմնականում ես մտաբերում են որոշ երկրներում միջորս մեր գենոցիդի ինչ-որ տենց տխուր պատմությունների հետ, բայց մենք ասում ենք, որ հայ ազգը արարողը, տիեզերական հայ ազգը եւ դրա այդ պայմանավորված այս հիմքի վրա մենք նաեւ հիմա պատրաստում ենք շատ հետաքրքիր սցենար կա ազգային ընտրանով հետ կապված ֆիլմ, որը միջազգային բոլոր ստանդարտներին համապատասխան է նկարահանվում, Շարլ Ազնավուրն է առանցքային կերպարում, Չեքեջյանն է, Փելեշյանն է, սկսում է Կոմիտասից, մեր ականավոր հայորդիներից, Վիկտոր Համբարձումյանից, Ալբերտ Ազարյանից, տարբեր ոլորտներով, եւ շատ հետաքրքիր մեթոդով է իդեպ Մեծն Փելեշյանի, ով նաեւ վերջին անգամ մեր մրցանակակիրներից էր, այդ մեթոդով իր տաղանդավոր մեթոդով է ֆիլմի նկարահանումը գնում, անցումներն են շատ հետաքրքիր կատարվում եւ կարծում եմ, որ նա այս ֆիլմը պատրաստ լինելուց մենք փորձենք ցուցադրել, կազմակերպել մեր Երևանում կինո Մոսկվա թատրոնում, կինոթատրոնում, ապա նաեւ միջազգային բոլոր համապատասխան հարթակներում դրանով ներկայացնելու թե ովքեր են իրականում հայերը աշխարհում եւ ինչեր են ստեղծել ընդհանրապես, որ սկսել են քարից, մագաղատից, հասել են միջ օրերս։ Նկարահանումներ տեղի են ունենում հիմնականում տեղի ունենան Դուբնայում, որտեղ Յուրի Ցոլակիշն է։ Մենք ունենք նաեւ Պատապության Արտեմ, ով գտնվում է Ամերիկայում, Նոբելյան մրցանակակիր, նկարահանումներ կլինեն ԱՄՆ-ում, նկարահանումներ կլինեն մեր Քարի սիմֆոնիայում, Արնիում, Մատենադարանում, մեր այսօր Չեքեջյանի մոտ, ընդհանուր առմամբ պլանավորված է։ Շատ թշուր ծրագիր եք նախաձեռնել, ձեզ ասեմ։ Եվ սա այս ֆիլմը նաև ոչ միայն հայի տեսակի, նաև ինքնության հետ է կապված, սա կարևոր է նաև հետագայում երիտասարդներին կամ մեր սերնդին ասելու թե ով է իրականում հայը։ Եվ ամենակարևորը մենք չենք շատ հաճախ ես տեսնում եմ օրինակ քաղաքական գործիչների կամ մարդկանց մոտ, որ խոսում են տարբեր բաներից, բայց կարծես թե մշուշոտ է եւ պատկերացնել այսօր հնարավոր չէ, թե մենք ի վերջո ուր ենք գնում եւ ինչի ենք հասնելու։ Որտեղ մենք չենք կարող խոսալ անցյալում, անցյալի մասին, խոսալով անցյալը չի փոխվելու։ Մենք ինչ ապագա ենք ունենալու։ Մենք ունենալու ենք այն ապագան, ինչ սերունդ որ այսօր դաստիարակում ենք։ Ինչ սերունդ ենք մենք այսօր դաստիարակում։ Հայերն ասել են, ինչ պատկերացում ունեն։ Հնարավոր է մի սերունդ, որ ասենք ազգանավեր պետք է լինի հայ ինքնության մասին մտածի, ինքը պատկերացում չունենա այդ ինքնության մասին։ Տեսեք եկեղեցում անգամ ինչ կանոններ են գործում։ Երբ որ եկեղեցական պրոցեդուրայի ընթացքում փաստորեն տարբեր հասակի եւ տարբեր տարիքի այդ ժամանակ առողակարգին մասնակցում են։ Գաղափարը նա է, որ փոխանցվի մեծերից դեպի միջին, հետո երիտասարդ սերունդ ընդհանուր։ Այս ֆիլմի եւ այս գործընթացի գաղափարը նա է, որ նաեւ ոչ միայն ճանաչողական իմանան ովքեր են մարդիկ հայեր եւ ինչ են ստեղծել աշխարհում եւ ընդհանրապես այ իր կերպարով ինչ ստեղծած գործեր ունի համաշխարհային մշակույթում, որովհետեւ ի վերջո այս կերպարներով, հանճարներով, Շարլ Ազնավուրով, Վիկտոր Համբարձումյանով, Հովհաննեսյանով, Յուրի Հովհաննեսյանով, Չեքիջյանով մենք եւս մեկ անգամ կարողանում ենք աշխարհին ասել եւ ապացուցել, որ ամենևին երկրի հզորությունը պայմանավորված չի տարածքների հետ։ Այ պայմանավորված է այս անձերի հետ, որովհետեւ իրենց համար սահման չկա աշխարհում ստեղծել այնպիսի արժեքներ, որը կոչվում է համամարտկային արժեքներ։ Սա է գաղափարը ընդհանրապես, որով ուզում ենք նաև ոչ թե հայի կերպարը, որ հիմա միշտ այնց ով պատկերացում չունի, անգամ չեն կարողանում մտաբերել Հայաստանը, ասենք Ալբանիայի հետ կամ Հայաստանը, ովքեր են հայերը։ Եվ դա հիմնական նաև մոտեցումներից մեկը, որ մեզ ոչ թե հիշեն մեր տխուր կամ վատ անցած հիշողությունների հետ, այդ թվում նաև մեր ջարդերի հետ կապված եւ
մեր նորորյա պատերազմների հետ կապված, մեր կորուստների հետ կապված, այլ հիշեն, ոչ թե հիշեն, այլ նաև ճանաչեն, որ հայը արարող է, տիեզերական է, հայը եւ դա ոչ թե խոսքեր են կամ երևակայություններ են, դրանք փաստեր են ուղղակի, դրանք մարդիկ են, որ ապրել են մեր կողքին, ապրում են նաև մեր կողքին, եւ այս միջոցառման հիմնական դրական բանը նա է, ճիշտ ասած ես ոլորտներ կար, որ շատ տենց չէի ուսումնասիրել, չէի պատկերացնում, օրինակ չէի պատկերացնում, որ նաև կինոմոտոգրաֆիայի կամ այդ ոլորտում ինչ մեծ ավանդ ունի Փելեշյանը։ Հիմա որ շատ մեծ պատիվ է, որ ծանոթացա նաև այդ գործունեությանը եւ հասկացա նաև այդ Պարոն Ազարյան, գիտեք, ես երբ ուսումնասիրում էի ձեր կառույցի հետ կապված պատմությունը, այս նախաձեռնության ազգային ընտրանի իսկապես շատ հզոր այսպես միջոցառում է եւ այնտեղ Փառք Աստծո, որ արժանիներին եք ներկայացում, այն էլ նորից եմ կրկնում, մշակույթի, գիտության, կրթության, սպորտի ոլորտներ, որոնք շատ կարևոր են, որով մեր ազգը ներկայանում է աշխարհին, բայց այնուամենայնիվ այս ամենը այդ մակարդակով ներկայացնելու համար ես երբ առաջին անգամ դիտեցի ֆիլմը ձեր մտածեցի, որ ձեր թիկունքին կանգնած են հզոր ուժեր, մեծ բիզնեսմեններ, ի վերջո պետությունը նաև, բայց երբ տեղեկացա, որ ոչ ոք դրանցից կապ չունի այս նախաձեռնության հետ, մտածեցի ինչպես են ձեզ անգամ թույլ տվել այդպիսի հզոր միջոցառում, այն էլ 5-րդ անգամ անցկացնել, հավանաբար պետության կողմից եղել են առաջարկներ գայթակղիչ, որ եկեք մեր դրոշի տակ, մեր գինդայի տակ, ինչպես ասում են, անցկացեք այս միջոցառումները եւ մենք կփորձենք ձեզ օգտակար լինել, բայց դուք երբեք չեք քաղաքականացրել սա։ Ինչու եք դա բացատրում։ Պարոն Ղուշյան, քանի որ ազգային ընտրանի նաև ունի հանձնաժողով, բաղկացած է 21 անձից եւ դրանք հանրայդ մարդիկ են, օլիմպիական չեմպիոններ, օպերային երգիչներ, բայց ոչ քաղաքական գործ։ Ոչ, նրանց մեջ չկա ոչ մեկ նկարիչներ, գրողներ, այո, բոլորը իրենց գործով են զբաղված։ Սա իր որպես գործունեություն, ապա քաղաքական է։ Ինչն է նպատակը, ես կարա իհարկե ոչ թե Հայաստանում տարբեր տեղերից հովանավորներ ճարեի։ Ինչի երբեք չեմ մտածել։ Որտեղ մեր ժամանակներում ափսոս կարող է միգուցե գա ժամանակ, որ փոխվի ընդհանրապես մտածելակերպը եւ այս տխուր վիճակներից մենք դուրս գանք, ցանկացած օգնություն ենթադրելու է որոշակի հետագայում ինչ որ բաներ։ Ինչ որ մեկը եթե փորձի աջակցել, փորձելու է այս մասով ինչ որ բան պահանջել հետագայում, որպեսզի զերծ մնանք այս ամեն ինչից, որովհետև այս մարդիկ ի վերջո մեր ազգի հարստությունն են, մեր եղածը, դա նախ բարոյական չի ինչ որ մեկին դիմել, որովհետև այդ մեկը ես չգիտեմ ինչ մտածելակերպ ունի, վաղը ինչ հարցով պետք է մեզ դիմի, չասենք նմանատիպ ուզի, ասենք օգտագործի նաև իր անունը, բերի կապի եւ այլն, որպեսզի զերծ մնանք այդ ամեն ինչից, ես ինչ որ կարողացել եմ իմ հնարավորություններով եմ արել, ամենակարևորը Եվ ոչ մեկի հետ մենք ընդհանրապես ոչ մի բան չունենք։ Առավել ևս այս մարդիկ, որոնք իրենց ամբողջ կյանքում զբաղվում են միայն իրենց գործով։ Դրանք օլիմպիական չեմպիոններ են, դրանք ասենք օպերային երգիչներ են, գրողներ են, երաժիշտներ են, խոսքով նկարիչներ են, մարդիկ, ովքեր յուրաքանչյուրը իր ոլորտում ուրույն դուրս ներդրում ունի մեր երկրում։ Եվ նրանց անունը ոչ թե ճանաչում են կամ մենք ենք դրան անդրադառնում, ճանաչում են ամբողջ աշխարհում։ Մենք ուղղակի փաստում ենք այդ հանգամանքը եւ դրանից հետո նաեւ այդ եղած ինֆորմացիան օգտագործում ենք, ոչ թե օգտագործում ենք ընդհանուր ֆիլմ պատրաստելու, որով պետք է լինի գործնական ովքեր են հայերը, հայ ինքնությունը եւ այդ ինքնության հավերժական շղթան այս ժամանակահատվածում։ Բայց ձեզ չեն փորձել գայթակղել ասին քաղաքական ուժերը հատկապես, որպեսզի իրենց դրոշի տակ այսպես ասին գնակարը։ Եթե դրան մենք անդրադառնանք, դա նոր պետք է չլիներ, դա տարիներ շարունակ ես ինչ գիտակցական կյանք ունեմ, ես քաղաքում ծնվել մեծացել եմ, ես մենակ տենց բաներ եմ տեսել, այլ դրական բան չեմ տեսել եւ բոլոր իշխանությունների ժամանակ հիմա չէ որ ես նոր պետք է տենայի ու զարմանայի կամ հասկանայի դրա մասին։
Դա եղել է բոլոր ժամանակ, այն ժամանակ անգամ 20 տարի առաջ, երբ որ ես պալատի փաստաբանների պալատի նախագահ եմ ընտրվել։ Երբ առաջին նախագահն եք եղել փաստաբանների Դա առաջին ընտրությունը եղավ մարտին 18-ից 21 2005 թվականն էր։ Այո, 2005 թվականին։ Բայց հիմա չգիտեք, չէ՞ որ համացանցում այդ մասին համարատե ոչինչ չկա։ Դե Google-ում ամեն դեպքում դա ջնջել հնարավոր չի եւ պատմական ոչինչ բան հնարավոր չի, բոլորը կարող են խփել, տեսնել, որ ինչ է եղել իրականում։ Ամերիկացի USAID կազմակերպության միջոցներով էր կազմակերպել այդ ընտրությունը կազմակերպվել առաջին անգամ վարողը ըստ այդ օրենքի, փաստաբանության մասին օրենքի տեղի ունեցավ ընտրությունը, ես ընտրվեցի եւ վարում էր ժողովը վարում էր ըստ այդ օրենքի տարեց փաստաբանը, հետո իշխանություններին իհարկե դա այդ ամենը չհաճելի չէր, երկար պատմություն դարավ 6 ամիս դիմեցին դատարան, վիճարկեցին, չէ՞ ուզում ասենք որ ես լինեմ։ Հետո նաև օրենքը փոխեցին, օրենքի մեջ նշեցին, որ ժողովը պետք է անցկացնի արդարադատության նախարարը, հենց այդ ժամանակվանից խարխրվեց փաստաբանության անկախության, ինչ որ ցանեցին, դա էլ հնձում են այդ նույն մարտիկ հիմա, ոչ իման տենց բնության մեջ չի կորում։ Այսօրվա իդեպ դատա իրավական համակարգը դրա լավագույն ապացույցն է։ Այո, կներեք ընդհատես։ Ես ուղղակի որպեսզի չանդրադառնամ հիմա հիմնական այս բանից դատա իրավական համակարգին, հիմնական կարծում եմ ամենաֆունդամենտալ բանը, օրինակ նույն այդ պատգամավորներին, տենց ասեմ, նայա որ ընդհանրապես եթե գործնական մենք նայենք, մենք մի քիչ առաջ անդրադարձանք ինչ երկիր ենք մենք ուզում 20 տարի հետո, ինչ սերունդ ենք, ինչ որակի սերունդ ենք դաստիարակում այսօր, որպեսզի 20 տարի հետո, 30 տարի հետո ունենանք, ճիշտ է։ Եվ տեսեք, ես կարծում եմ, որ հատուկ ուշադրություն պետք է դարձնեն օրինակ Ամերիկայում, Անգլիայում, Հնդկաստանում, անգամ Ղազախստանում այս տարածաշրջանը վերցնենք, Ռուսաստանը փորձել է Ռոստովի մարզում, եվրոպական երկրներում, Գերմանիայում, Իտալիայում բան առանձին դատարաններ կա, անչափահասների կամ ընտանեկան գործերով, որը հատուկ ուշադրություն է դարձնում երեխաների հետ կապված եւ իրավախախտումների հետ կապված եւ բռնությունների հետ կապված եւ ամուսնաընտանեկան գործերով եւ այդ դատական նիստերը դեռնփակ են ասածս նայ որ հատուկ ուշադրություն պետք է դարձնենք անգամ մեր սերունդին ում հետ այսօր որ ասենք անգամ իրավապահ համակարգը առաջում է սակայն ոչ մի ուշադրություն չի դարձնում կամ չի կարևորում խի որովհետեւ չի կարա մի գործով քննիչ զբաղվի կամ դատավոր ընդհանուր իրավասության դատավոր, ով լսում է ընդհանուր գործ, բայց չի հասկանում երեխայի առանձնահատկությունները։ Սրանք կարևոր հարցեր են եւ կարծում եմ, որ այն կազմակերպությունները կամ այն կուսակցությունները, ովքեր ընդհանրապես падգամավոր են առաջ ներկայացնում, սրանցից ոչ մեկի մոտ իրենց ծրագրերում ես նման բան չեմ տենում։ Այսինքն ընդհանուր ինչ է ստացվում իշխանությունը եւ ընդդիմությունը ինչ-որ կազմը այնտեղ զբաղվում են ինչ-որ ամեն ինչից խոսում են, բայց գործնական ոչ մի բան չկա։ Եվ կարող է ինչ-որ մարդկանց թվա որ դա կարևոր չի, պոպուլիստական բաները ավելի կարևոր են, բայց ես կարծում եմ երեխաները ընդհանրապես թիվ առաջի ուշադրության կենտրոնում պետք է լինեն։ Նրանց պաշտպանվածությունը առանձին արդարադատության, այսինքն դատական համակարգում առանձնացնելու երեխաների գործով դատարան, ինչը կա ասեցի Ֆրանսիայում, Իսպանիայում, Գերմանիայում, Իտալիայում, Ամերիկայում, Չիկագոյում առաջ անգամ ստեղծվել է 1899 թվականին դեռ։ Եվ ամենակարևորը որ երեխաների հետ կապված գործերը երբ որ քննվում է մինչև 18 տարեկան դա դռնփակ է ոչ թե գցում են ընդհանուր դատալիքս կամ մարտիկ տեղեկանում են նաև դա հոգեբանորեն ազդեցություն չի ունենում այդ երեխայի հետ կապված գործը երբ որ քննում են դա նաև գաղտնիության շրջանակներում է իմ ասած ընդհանրապես նաև մեր ինքնության հետ կապված խիը շեշտեցի կոնկրետ չէ երեխաների հետ կապված դատական համակարգը որովհետև ես կարծում եմ որ հատուկ ուշադրություն պետք է դարձնենք շատ արագ ժամանակը գնում ամեն ինչ շատ մեր պատմությունում անցել են, գնացել են կուսակցություններ հազարավոր եւ այլն, տարբեր մարտիկ, դարերի ընթացքում, բայց մենք հիմնական շեշտը պետք է դնենք մեր ապագայի, ինչ ենք մենք այսօր անում վաղվա համար։ Եվ անդրադառնամ մեր միջոցառմանը, տեսեք, մեր միջոցառմանը կան նաեւ երիտասարդներ, 15 տարեկան, 18 տարեկան աշխարհի չեմպիոններ, ովքեր որ դարձել են Թուրքիայում 2 անգամ աշխարհի չեմպիոն։ Նրանք տարբեր ոլորտներում տեսնում են Գյուրի Հովհաննեսյանին, Չեքեջանին, որոնք ասենք 90 անց են, իրենք 15 են։ Այստեղ նաև այդ դրական փոփոխությունները կա։ Այդ ընթացքում նաև շփվում են, ճանաչում են միմյանց։
տարբեր ոլորտի ներկայացուցիչներն են եւ սրա միջոցով նաեւ ուզում ենք ապահովել սերնդափոխանման այդ գաղափարը, որպեսզի մարդիկ ձեր ասած մի ծաղկով գարուն կարող չգար ըստ այդ փիլիսոփայության, բայց հաստատ մի ծաղիկը գարնա նշանա եւ այդ առումով մենք փորձում ենք այդ դրական մի Գարունը բերել։ Այո։ Պարոն Ազարյան, դե ես տեսա, որ մեր զրույցը ճիշտ է, մենք բավականին այսպես հետաքրքիր անցում արեցինք դատա իրավական համակարգին, բայց հետո դուք նորից սահուն վերադարձաք ազգային ընտրություն, եւ որպեսզի մեր զրույցը այսպես նորից եմ կրկնում, մեր կապարանոց չհնչի, ես առաջարկում եմ դիտել եւս մեկ հատված ազգային ընտրանում մասին պատմող ֆիլմից, որից հետո շարունակենք։ Շատ լավ։ Խնդրեմ։ Երևանում անցկացվեց ազգային ընտրանի 100-ամյակի առաջնորդներ խորագրով միջազգային մրցանակաբաշխությունը։ Մեկ հարկի տակ հավաքվեցին եւ իրենց անուրանալի ավանդի համար պարգևատրվեցին աշխարհահռչակ հայ մարզիկներ, անվանի երաժիշտներ, մշակութային գործիչներ։ Ամեն մարդ ասում են, երբ որ իրեն պարգևադրում են, թե ինչ է դա տալիս, ես 80 տարեկան արդեն անցել եմ, ինչ որտեղ հաշվի են առնում քո անցած ճանապարհը։ Այս տարիքում ես ուզում եմ, այ հենց ոգևորվել եմ, մի քանի օր այսպես որ իմացա, որ ես էլ կամ ես ցուցակում։ Շատ մեծ զգացողություններ եւ ուրախ եմ, որ իմ գոլեգա ընկերներին օլիմպիական չեմպիոններն եմ այստեղ տեսնում։ Պարգևները դեռ շարունակվում են, շատ շնորհակալ եմ, որ հիշում են եւ մեծարում են մեր լավ մեծ մարզիկներին։ Այս տարիների ընթացքում 50-ից ավելի մարդ անձնվիրաբար իր գործը կատարելու համար արժանացել է այս մրցանակին, իսկ այս մարդկանց թիվը տարեստարի աճելու է։ Գնահատել եւ արժևորել արվեստի, մշակույթի, սպորտի երախտավորներին եւ այն մարդկանց, որոնք տասնամյակներ շարունակ բարիք են ստեղծում ու կանգնած են տնտեսության հզորացման եւ հայրենիքի շենացման ակունքներում։ Տարեվերջին անցկացվող ազգային ընտրանի ամենամյա մրցանակաբաշխությունը մեկ հարկի տակ է համախմբել մարդկանց, որոնցից յուրաքանչյուրն իր ոլորտում աշխատասիրությամբ անմնացորդ նվիրումով մեծ ներդրում է ունեցել պետության կայացման գործում։ Հայրենիքի կին գործարար անվանակարգում պարգևատրվում է Մուլտի-ագրո գիտարտադրական կենտրոնի գլխավոր տնօրեն, ֆերմերների ազգային միության նախագահ, մեղվաբույսների ազգային ֆեդերացիայի նախագահ, Հայաստանի agrarային համալսարանի գիտական խորհրդի անդամ, պետական, միջպետական և միջազգային բազմաթիվ մրցանակների մրցանակակիր, բարեգործ, գործարար, անզուգական հայուհի տիկին Ռոզա Ծառուկյանը։ Անցած տարի 100-ամյակի առաջնորդ մրցանակին արժանացել է Յուրի Հովհաննիսյանը։ Մենդելևի աղյուսակում գրանցված 118-րդ տարը Օգանեսոն ականավոր գիտնականի անունն է կրում։ Մրցանակակիրներին ընտրում է միջազգային հանձնաժողովը։ Ազգային ընտրանի մրցանակաբաշխությունը ոչ միայն գնահատականի, այլև միասնական հաջողության ու պատմություն կերտելու մասին է, իսկ ամուր ու հզոր պետության հիմքում տաղանդավոր ու բարիք ստեղծող նվիրյալն է։ Ազգային ընտրանին մեկ հարկի տակ է հավաքել մշակույթի եւ սպորտի բնագավառների ներկայացուցիչներին Տիգրան Մանսուրյանը որպես հայ լեգենդար կոմպոզիտոր, Արտավազդ Փելեշյանը որպես համաշխարհային կինոմատոգրաֆիստ 100-ամյակի առաջնորդ, Վիգեն Չալտրանյանը որպես կինոմատոգրաֆիայում ունեցած անուրանալի ավանդի համար պարգևատրվում են ազգային ընտրանի իշխանանշանով։ Մշակույթի զարգացման եւ հանրայնացման համար Միքայել Պողոսյանը առաջատարն է թատերարվեստում եւ կինոարվեստում ունեցած անուրանալի ավանդի համար։ Ինձ համար հաճելի անակնկալ էր եւ անակնկալ էր կրկնակի, որ ես նոմինացված եմ իմ վաղեմի ընկեր Վիգեն Չալդրանյանի հետ, որի հետ 50 տարվա աշխատանքային ճանապարհ ենք անցրել, իսկ առավել եւս ինձ համար մեծ պատիվ է, որ ես եւ Վիգեն Չալդրանյանը նույն մրցանակին ենք արժանանում մեծն Արտավազդ Փելեշյանի կողքին։
ԽՍՀՄ սպորտի վարպետ Հայաստանի վաստակավոր մարզիչ Հոքսեն Միրզոյանն էլ պարգև ունի։ Նա ճանաչվել է որպես համար 1 միջազգային ծանրամարտում։ Ցանկացած պարգև իրեն արժեքը ունի եւ շնորհակալ եմ, որ վերհիշել են, հիշել են եւ այսօր կարողանում են ներկայացնել այն անձնավորություններին, ովքեր կարծում են, որ Հայաստան պետության համար ինչ-որ ներդրում ունեն, արժեք են ստեղծել եւ դա գնահատականն է սորվա մեր արածի համար։ Ազգային ընտրալին այս տարի շքանշանների արժանացրեց 8 նվիրյալի, 4-ը մշակույթի եւ 4-ը սպորտի բնագավառներից։ Այո, սիրելի բարեկամներ, այսպիսի հզոր միջոցառում է նախաձեռնել եւ անցկացում է 5-րդ անգամ մեր այսօրվա ծրագրի շատ ցանկալի հյուրը իրավագիտության դոկտոր Ենոք Ազարյանը։ Պարոն Ազարյան, տեսեք, մենք վերադարձանք, բայց փոքրիկ հատված, պատառիկ դիտեցինք ֆիլմից։ Իսկ որքան հրաշալի մարզիկների եւ մշակույթի գործիչների չկարողացանք միանգամից այսօր ցույց տալ։ Երևի մենք ֆիլմը հետագայում ամբողջությամբ եթե չեք առարկում Փակ TV-ում կցուցադրենք, որովհետեւ իրոք բոլորն են արժանի, բայց այս կադրերն անգամ գալիս են հաստատելու, որ շատ կարևոր նախաձեռնությամբ եք հանդես եկել եւ տա Աստված որ լինի 6-րդ, 7-րդ եւ այդպես շարունակական ազգային ընտրալին, որտեվ դա մեզ ուժ է տալիս, հավատացեք, հատկապես մտաղ սերնդի դաստիարակության գործում նման անձերին ներկայացնելն ու մեծարելը շատ կարևոր է։ Շատ լավ, պարոն Ուշյան, իդեպ ձեր հարցին պատասխանեմ, որ ասում եք, բայց ձեզ չեն անհանգստացնում եւ այլն, հիշեցի 2005 թվականը ընկերներից մեկն էր ժամանել Ֆրանսիայից, ինքը ցակում ով աֆրիկացի էր, հաստաբանների այն ժամանակվա ընդհանուր Ֆրանսիայի նախագահն էր, շատ հետաքրքիր եւ հումորով անձնավորություն։ Երևան հյուրանոցում հիմա Golden Palace է կարծեմ, կինո Մոսկվայի դիմաց։ Այո։ Այդտեղ ասուլիս էին կազմակերպել եւ մեր մյուս տեխնացուն նրա կողմնակիցները, իմ կողմնակիցները մամուլի ասուլիս էր, իմ կողքին նստած էր, լրագրողներն էին հավաքված, իմ կողքին նստած էր այս ընկերով ժամանել էր Ֆրանսիայից եւ երեկոյան ինչ-որ միտեղ գնացել էր, ջերմուկ էր խմում, իրան հարցրեցին, բա ինչ է գիշերը տենց բան ջերմուկ եք խմում, շրող եք խմել, բան դրա համար եք ջերմուկ խմում, լրագրողները, որտեղ այն ժամանակ իշխանամետ ավելի շատ էին, փորձում էին տենց անընդհատ ինչ-որ մի բան գտնեն։ Այո։ Եվ հարց են տալիս, փորձեցին ինչ-որ սենսացիոն հարց տան, բա ինչի համար եք եկել Ենոք Ազարյանին պաշտպանելու, նա պատասխանեց, ասեց, որ մեր մոտ Աֆրիկայում պաշտպանում են ընկածներին, Ենոք Ազարյանը չի ընկել եւ կյանքում չի ընկնելու, եւ դրա կարիքը ինքը չունի։ Իդեպ հետագայում իր միջոցով ես բախտ ունեցա հանդիպելու նաեւ Նելսոն Մանդելային եւ ձեր մյուս հարցի պատասխանը, երբ որ գիտեք, որ իր կենսագրությունով իդեպ ինքն էլ է փաստաբան եղել, սցենարիստ եղել, քաղաքական գործիչ եղել, ամենա երևի առաջնային շարքերում է պայքարել մարդու իրավունքների ամբողջ աշխարհում եւ իմ հարցը չգիտեմ տեղին էր թե չէ մի հարց տվեցի ասում եմ բայց իր հանդեպ շատ դաժան եւ շատ վատ են տարիների ընթացքում վերաբերվել փիլիսոփայական կանեն գաղափարը դա էր ոնց որ մենք անցում կատարեցինք այդ 20-30 տարի առաջ ասես գիտես ես աղոթում եմ Տիրոջը որ իմ հանդեպ են վարվել ոչ թե ես եմ վատ բաներ արել Հիմա փառք Աստծո, որ մենք ինքներս նման վատ բաներ չենք արել, ինչ որ արել են մեր հանդեպ են արել, եւ այդ առումով ես փիլիսոփայերն եմ մոտենում նման հարցերին, կյանքը շարունակվում է, ով ինչ անում է իրան անում, չի անում, բայց դրանով մեր գործերը իհարկե չի դանդաղում, քանի որ մենք անընդհատ մեր գործն ենք անում, առաջ ենք գնում Եվ ինչ-որ արտարոց բանել չենք անում, որ երկնքից աստ ենք վերում, որ չլեսիմ ինչ-որ բան ենք անում, մենք ուղղակի որպես հայ ամեն մեկս ինչ-որ մի բան փորձում ենք մեր կյանքում անենք եւ հիմնական գաղափարը տեսեք միջև անգամ հեղափոխությունը, խոսքը այդ հեղափոխության մասին ընդհանուր հիմնական 100 տարի առաջ, 150 տարի առաջ կամ ընդհանրապես հիմա շատ երկրներում, ազնվական ընտանիքներում, թագավորական ընտանիքներում, հարուստ ընտանիքներում 1000 տարի առաջ, 500 տարի առաջ բոլոր ժամանակներում եւ անգամ բոլոր նորմալ մարդկանց մոտ հիմնական բանը երեխաներին երբ որ տալիս են ուսուցման, ասենք չէ, տարբեր մասնագետներ են լեզուներ են սովորացնում եւ վարվելակեր, բարոյականություն եւ այլն եւ փողի հետ վարվելու մոտեցումը ամենակարևորը։
հիմնական գաղափարը սովորեցնելու, որ այս փողը կարա միայն ծառայի քո նմանին լավ բան անելու, միայն լավ գործերի համար։ Արտարոց բանա մեր երկրում, որ փողը ասենք, ստեղ ոնց որ որտեվ ըստ բոլոր մոտեցումների կա մի բարերություն, չկա բարերություն անհատական, կա ընդհանուրի բարերություն։ Դու չես կարող ասենք ընդհանուր ինչ-որ մի բան անես, հարստանաս, ընդհանուրից եւ առանձին մենակ ապրես չի լինում։ Ամբողջ աշխարհը հասկացել է նորմալ մարդիկ, որ այդ գումարը անհրաժեշտ է լավ գործեր անելու համար, ինչ-որ պիտանի լինելու, քո նմանին օգնելու։ Այս տիեզերքի փիլիսոփայությունն է նման, ուրիշ բան չկա։ Ի վերջո այս ամենը երևի ժամանակի ընթացքում նաև կկարգավորվի, նկատի ունեմ հենց տիեզերքն է ինքը կարգավորիչ դեր խաղում, մեր կյանքն է ուղղակի շատ կարճ, մենք շատ բաներ չենք հասկանում կամ չենք ընկալում, բայց երբ որ նայում ես այս հավերժական գործընթացին, ամեն ինչ ավելի ներդաշնակ ու պարզադառնում, խիասեցի ներդաշնակության նաև մասին, ուզում եմ շատ ժամանակի մեջ նաև տեղավորեմ, որովհետև տեսեք անգամ ազգային ժողովում կամ շատ մարդիկ, ովքեր որոշակի պաշտոն են զբաղեցնում, կարգը ինքը կոչվում է հունարեն տիեզերք, ներդաշնակություն, բարոյակարգ, իրավակարգ, ներդաշնակ են ոնց որ տիեզերքում։ Հիմա որպեսզի օրենսդիր մարմնի կողմից ընդունվի ակտ, ինչ որ օրենք, այդ մարդիկ, ովքեր որ ընդունում են, իրենք պետք է առաջերտին կարգին լինեն, որպեսզի իրանց ներսի կարգը վերափոխեն, դարձնեն իրավակարգ։ Չի կարա անկարգ մարդը կարգ սահմանի, որտեվ մենք, ես, դուք, մյուսը, երբ որ գնում են մի տեղ, ինչ-որ գործադիր մարմին, ինչ-որ մի շենք եւ այլն, պարտադիր չէ որ իրանք լինեն իրավաբան։ Իրանց մոտ ինչ-որ մի բան կա, բոլորի մոտ դրած այդ ամբողջությունը, ներդաշնակությունը իրանց ներսը, ինչ-որ մի բան իր դուրը չի գալի։ Եվ սկսում են ըմբոստանալ, ասում են մենք կամակատար չենք։ Ինչի համար, որտեվ անկարգ մարդու կողմից սահմանված այդ օրենքները կամ կարգը չի կարա դառնա դա կարգ, դա կարա դառնա կամք։ Օրինակ ասեմ, ոնց որ ավտոտեսուչը կանգնացնում ատարներ առաջ, ասում է, գիտեք դուք կարգ եք խախտել։ Ասում են, որ կարգ։ Ասում են, մեր ղեկավարի, ասենք, կողմից այսինչ կարգը։ Ասում են, դա հակասում է եւ սահմանությանը, եւ ասենք համապատասխան օրենսդրությանը։ Հետեւաբար ես կամակատար չեմ, որ դա կատարեմ։ Դա կամք է, կարգ չի։ Դրա համար մարդը պետք է ինքը կարգին լինի, որպեսզի խոսա նաեւ կարգի մասին։ Այ ես դրա համար իմ օրդորն այա, նույն այդ ապագա պատգամավորներին, որ իրանք առաջերտին կարգին լինեն եւ իրանց ներքին կարգը վերափոխեն, դարձնեն իրավակարգ։ Այս է ընդհանրապես իրավական ասենք եւ տարի եւ ոգու ընդհանուր գաղափարախոսությունը։ Իսկ եթե դա չի պահպանվում, ասենք մենք տենում ենք ընդ տարբեր թամաշաներ են, իրար պետք է ծեծեն, հայհոյեն եւ այլն, ինչ կարգի մասին է խոսում։ Հետո մեզ ոչ չեն կարա պարտադրեն, ասենք գիտեք ինչ, sense բան կա, դուք կարգը խախտել եք, որ կարգը։ Մենք չենք կարա խախտենք, չէ, ասենք նորմալ մարդեն կարգը, որը սահմանվում անկարգ մարդու կողմից։ Սա է ընդհանրապես իրավունքի, ասենք, այս իրավունքի փիլիսոփայական մասով ասեցել իհարկե։ Եղավ, պարոն Ազարյան, շատ ուրախ եմ իսկապես մեր այսօրվա հանդիպման համար։ Ես կարծում եմ առաջիկայում մենք պիտի նորից երևի ձեզ հետ մի հանդիպում ունենանք, որտեղ մի հաղորդումը բավարար չի ամեն ինչ ներկայացնելը մեր հանրությանը, բայց այն պատառիկները, որ մենք ձեր ֆիլմից ներկայացրեցինք եւ մեր զրույցը կարծում եմ եկավ հաստատելու, որ իսկապես մեկ անձն էլ կարող է ինչ-որ բան փոխել այս երկրում։ Ես ձեզ մաղթում եմ առողջություն եւ համբերություն, որտեղ շատ դժվարին ժամանակներ ենք ապրում, իսկ այն միջոցառումը, որը դուք նախաձեռնում եք ամեն տարի, դա մեր ազգային սիրուցքը վերհանելն է եւ կարծում եմ շատ կարեւոր է այդ ձեր ասած կարգը մեզանից ամեն մեկ պիտի յուրովի փորձի սահմանել, այլապես այս քաոսի, այս խառնաշփոթի մեջ դեռ երկար կարող ենք տարապել։ Շնորհակալություն, որ եկաք։ Ես եմ շնորհակալ, Աղուշյան։ Սիրելի բարեկամներ, մենք շատ իսկապես հրաշալի հյուր ունեինք իրավագիտության դոկտոր Ենոք Ազարյանն էր այսօր Փակ TV-ի տաղավարում, կարծում եմ ոչ վերջին անգամ։ Իսկ այսօր այսքանը, ցտեսություն։